Երեկվա ԱՄՆ փոխնախագահի այցին անդրադառնանք։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ինչի արդյունք։ Այն ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների, որը Հայաստանի համար բացվեցին։ Ամենամեծ հնարավորությունը ո՞րն է այս այցի։ Ես չեմ ուզում որևիցե մի բան առանձնացնել, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների։ Շոշափելի արդյունքներ կան գերիների հարցի հետ կապված, ինչ համաձայնություն է ձեռք բերվել։ Փայլակ ջան, դուք տեսնում եք, որ հաճախ դուք ինձ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք, որ մենք հրապարակային դրա մասին չենք խոսում եւ գործը արվում է, դա ասածից հետո ինչ որ քանակությամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, որևիցե բան այդ մարտավարության մեջ չի փոխվել, մշտապես խոսվում է թե գերիների մասին, թե անհայտ կորածների ճակատագրի մասին, թե բոլոր այն խնդիրների մասին, բայց նորից եմ ասում, պետք է ասեմ, որ շատ դրական եմ գնահատում այն աշխատելավոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ, մենք ոչ մեր երկու երկրները այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա։ Իսկ Ռուսաստան ձեր այցը ինչպես է գնահատում։ Ես արձագանքներով պետք է ասեմ, որ շատ լավ արձագանքներ եմ ստացել եւ կարծում եմ այնտեղ հենց դրանք խոսուն են, էլի։ Այնտեղից է ստացած։ Դե գիտեք ինչ, ասենք, չէ, Ռուսաստանից այնտեղ ոչ մեկ հետ չեմ շփվել, այդ բան իմաստով էլի, արձագանքների իմաստով շփվել եմ այն պաշտոնատար անձանց հետ ու մեծ որ դուք տեղյակ եք, որ շփվել եմ, չէ, Հայաստանի մեր ժողովրդից, մեր մարդկանցից, մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցներից, հեռախոսից, տարբեր տեղերից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, ձեր բոլոր հաղորդագրությունները կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ եւ հպարտանում եմ ձեզանով։ Որ նույնիսկ հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ կոշտնչում էին, ձեր գնահատականը, Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական ինչ-որ սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմը հարձակում եք ասում, այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ այնտեղ, ոչ մի, իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որը որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես այնտեղ այնպես չի եղել, որ չեմ ասել, բնական է ես ինչ որ մարդիկ, որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ որ մեկին հարված էի այնտեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, բայց մնացած առումով ինչ որ խոսացվել է ստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասեցի, հյուրին ասեցի եկեք հարձակումը անվանենք, ոչ թե պատերազմ, հիմա չէ, պատերազմ թող լինի, թող ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մեզ է անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար, այսպես ասած, հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու, մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք եւ կներեք ինչ որ բաներ դե պարզա չեմ կարող